Բարեսիրտ ու մարը, թուրքմենական հեքիաթ։ Շատ ու շատ հին ժամանակ իր կույր մոր հետ ապրում էր մի ջահել տղա։ Նրա անունն էր Ումար։ Շատ աղքատ էին նրանք։ Ումարը ամեն օր գնում էր տափաստան։ Սաքսաուլ էր հավաքում և շուկայում ծախում 2 գրոշով։ Մի գրոշով նա հաց էր գնում, մյուսով միս։ Եվ այդպես էլ ապրում էին։ Մի անգամ շուկայից տուն գնալիս Ումարը տեսավ՝ երեխաները մի կատվի ձագ են բռնել ու տանջում են նրան։ Մեղքը եկավ։ «Առեք ձեզ մի գրոշ կոնֆետի փող, կատվի ձագը ինձ տվեք», ասաց Ումարը։ Երեխաները ուրախությամբ համաձայնեցին։ Ումարը կատվի ձագը ծոցը դրեց ու մտածեց. «Մի օր էլ առանց մսի կապրենք»։ Տանը մայրը գովեց որդու բարեսրտությունը և հացը բաժանեց 3 մասի. մեկը որդուն, մեկը իրեն, մեկը կատվի ձագին։ Մյուս օրը Ումարը էլի սաքսաուլ հավաքեց և տարավ շուկայում ծախելու 2 գրոշով։ Մի գրոշով հաց առավ, ապա գնաց միս գնելու։ Հանկարծ տեսավ, որ տղաները մի բրդոտ շնիկ կապել են պարանով ու քաշքշում են։ Ումարի սիրտը չդիմացավ, մնացած 1 գրոշը տվեց երեխաներին և շնիկն առավ նրանց ձեռքից։ Տանը նա շնիկին կամացուկ դրեց հատակին, շնիկը հաչեց։ Ումարի կույր մայրը լսեց նրա ձայնը և հարցրեց. «Այդ դու ես բերել շնիկը, տղաս»։ «Ես եմ բերել, մայրիկ, այսօր էլ պետք է ցամաք հացով մնանք»։ «Ոչինչ, որդիս, մարդ կա, որ հաց էլ չի ունենում»։ Պառավը հացը բաժանեց 4 մասի՝ իրեն, որդուն, կատվի ձագին և բրդոտ շնիկին։ Առավոտյան Ումարը նորից սաքսաուլ հավաքեց, շուկայում ծախեց 2 գրոշով։ Մի գրոշով հաց առավ, ապա գնաց միս գնելու։ Բայց նորից պատահեց մի խումբ տղաների։ Նրանցից մեկի ձեռքին մի փայտ կար, որի ճեղքի մեջ գալար էր գալիս մի օձ։ «Այդ ի՞նչ եք անելու», հարցրեց Ումարը։ «Ուզում ենք կրակը գցել»։ Ումարը խղճաց օձին, իր վերջին գրոշը տվեց ու տղաների ձեռքից առավ։ Այդ երեկո պառավը հացը բաժանեց 5 մասի և ամեն մեկն իր բաժինն ուտելուց հետո պառկեցին քնելու։ Մյուս օրը վաղ առավոտյան Ումարը պատրաստվում էր գնալու լեռները։ Օձը նրա ետևից դուրս սողաց և սկսեց խնդրել, որ իրեն էլ տանի։ «Ինձ էլ տար լեռները, Ումար, ես քեզ պետք կգամ»։ Ումարը օձը դրեց իր ծոցը և գնաց։ Երբ հասավ բարձր լեռան ստորոտը, օձը հարցրեց Ումարին. «Դու գիտես ինչ բան է վախը»։ «Չէ, իմ սիրտը վախ չգիտի», պատասխանեց Ումարը։ «Որ այդպես է, եկ իմ ետևից», ասաց օձը և ծոցից դուրս գալով սկսեց սողալ շավիղով։ Ումարը հազիվ էր հասնում նրա ետևից։ Վերջապես մի փոքրիկ մարգագետնում օձը կանգ առավ և ասաց. «Դու ինձ մահից փրկեցիր, և ես ուզում եմ արժանի լավություն անել քեզ։ Իմ հայրը օձերի թագավորն է։ Հիմա օձերը կհավաքվեն այստեղ, չվախենաս, նրանք քեզ ձեռք չեն տա։ Հայրս կսկսի խնդրել, որ դու ինձ բաց թողնես, բայց դու չհամաձայնես։ Ոսկի կառաջարկի, չվերցնես։ Խնդրիր այն քարը, որ գտնվում է նրա լեզվի տակ։ Այդ քարը հրաշագործ ուժ ունի։ Եթե դնես լեզվի տակ, սիրտդ ինչ ուզի, իսկույն կկատարվի»։ Այս ասելով օձը սուլեց։
Ամեն կողմից նրան պատասխան սուլոցներ լսվեցին, և շուտով մարգագետինը ծածկվեց օձերով։ Հանկարծ արծաթե զանգուլակի ձայն լսվեց, օձերը ետ-ետ քաշվեցին, և մարգագետնի մեջտեղը եկավ օձերի թագավորը։ Նրա բեղերը սպիտակել էին ծերությունից, իսկ վզին կար մի արծաթե զանգուլակ, որ նրա իշխանության նշանն էր։ Ումարը խոր գլուխ տվեց նրան։ Օձերի թագավորը դարձավ Ումարին. «Ով մեծահոգի անծանոթ, դու մահից փրկել ես իմ միակ դստերը։ Ինչ պարգև տամ քեզ դրա համար»։ «Տուր ինձ այն քարը, որ գտնվում է քո լեզվի տակ»։ «Ինչիդ է պետք այս քարը։ Ես իմ նկուղներում մեծ պարկերով անգին քարեր ու ակնեղեն ունեմ, ընտրիր, որը կուզենաս»։ «Ինձ անգին քար պետք չի, տուր ինձ այն քարը, որ քո լեզվի տակ է»։ «Դե լավ, թող քո ասածը լինի», ասաց օձերի թագավորը և լեզվի տակից հանեց քարը։ «Միայն թե աչքիդ լույսի պես պահիր, շատերը կուզենան տիրանալ սրան»։ Եվ օձերի թագավորը քարը տվեց Ումարին։ Ումարը օձերին մնաց բարով ասաց, քարը դրեց իր լեզվի տակ ու ճամփա ընկավ տուն։ Գնաց ու հոգնեց, նստեց մի քարի վրա ու մտածեց. «Ինչ լավ կլիներ, որ հիմա տանը պառկած լինեի փափուկ խոտերի վրա»։ Եվ դեռ աչքը չթարթած, մեկ էլ տեսավ իրենց տանն է, փափուկ խոտի վրա պառկած։ «Այ քեզ քար», ուրախացավ Ումարը։ Մայրը լսեց որդու ձայնը և հարցրեց. «Այսօր ինչու այդքան ուշացար, որդիս, ես արդեն սովածացել եմ քեզ սպասելով։ Մեր Փիսիկն ու Շնիկն էլ նվնվում են քաղցից»։ Մայրիկ ջան, ուրախ ասաց Ումարը, ես բախտի մեջ եմ ընկել, հիմա մենք կապրենք ինչպես մեր սիրտը ուզի։ Ասա, մայրիկ, աշխարհիս երեսին ամենից ավելի ինչ է ուզում սիրտդ։ Ես, բալաս, կուզենայի մի անգամ կուշտ ուտել։ Էլի ինչ կուզես, հարցրեց որդին։ Կուզենայի, որդիս, գոնե մեկ անգամ մետաքսե շոր հագնել։ Ումարը դուրս եկավ փողոց, հրաշագործ քարը դրեց լեզվի տակ և ասաց. «Ուզում եմ, որ ինձ համար և իմ մոր համար գան ամենահամեղ ուտելիքները և ամենաշքեղ շորերը»։ Եվ իսկույն կատարվեց։ Ումարը հագուստը փեշի տակ թաքցրեց և ուտելեղենով լիքը մատուցարանը ձեռքին մտավ տուն։ «Դե, մայրիկ ջան, կեր որքան կուզես»։ Պառավը ամեն տեսակից մի քիչ ուտելով կշտացավ և Փիսիկին ու Շնիկին էլ կերակրեց։ «Իսկ հիմա, մայրիկ, այս շորերը հագիր»։ Պառավը զուկվեց, ինքն իրեն տնտղեց ու տխուր ասաց. «Ափսոս, որ ես չեմ կարող ինձ տեսնել այս շորերով»։ «Ուզում եմ, որ իմ մոր աչքերը տեսնեն», գոչեց Ումարը քարը լեզվի տակ դնելով։ Եվ իսկույն պառավի աչքերը բացվեցին։ «Զավակս, իմ անուշ բալաս, ինչ լավ է, ես ամեն բան տեսնում եմ, քեզ էլ, ինձ էլ, ամբողջ աշխարհն էլ»։ «Դե, մայրիկ, հիմա գնա խանի մոտ և նրա մեծ աղջիկն ուզիր ինձ համար»։ «Ինչ ես ասում, որդիս, նա ինձ շների բերանը կտա ու դուրս կվռնդի»։ «Մի վախիր, մայրիկ, համարձակ գնա պալատ»։ Խանը պառավին ընդունեց ոսկե գահին նստած։ «Ինչի ես եկել», հարցրեց նա։ «Խանն ապրած կենա», ասաց պառավը։ «Իմ որդին քո աղջիկն է ուզում»։
Ինչքան ղալիմ ասես կտամ, ասում է։ Խանը աղքատ պառավի վրա ծիծաղելու համար ասաց. Եթե վաղը առավոտյան այն սարի վրա ես իմ պալատից 10 անգամ ավելի լավ պալատ տեսնեմ, աղջիկս կտամ քո տղային։ Պառավը գնաց տուն և խանի ասածը մեկ պատմեց տղային։ Լավ, մայրիկ, դու պարկիր քնիր, վաղը մի քիչ շուտ ես վեր կենալու, երեկոյան իմ հարսանիքն է լինելու։ Պառավը պարկեց քնելու, իսկ գումարը սպասեց մինչև մութն ընկնի, քարը դրեց լեզվի տակ ու ասաց. ուզում եմ, որ այն սարի վրա խանի պալատից 10 անգամ լավ պալատ լինի և որ առավոտյան ես ու մայրիկս արթնանանք այդ պալատում։ Արեգակի առաջին ճառագայթների հետ պառավն արթնացավ։ Նա 4 կողմը նայեց ու մնաց զարմացած։ Պառկած էր փափուկ փետուրե անկողնում, վերմակը մետաքսից էր, բարձը փարչայից, իսկ հատակին երկնագույն գորգ էր փռված։ Պառավը տեղից վեր կացավ, որդուն արթնացրեց և երկուսով գնացին խանի պալատը։ Երեկոյան հարսանիք արին և ջահել նորապսակները սկսեցին ապրել ուրախ ու երջանիկ։ Ումարը շատ էր խնդրում մորը, որ տեղափոխվի իրենց պալատը, բայց պառավը չհամաձայնեց, էլի ապրում էր իրենց հին խրճիթում։ Մի անգամ Ումարը գնաց որսի, իսկ նրա կինը Զուբեյդան մնաց տանը, լուսամուտի առաջ նստած։ Շուտով նա ձանձրացավ մենակ նստելուց և իր մոտ կանչեց իր ամենասիրելի ընկերուհուն՝ Գայանեին։ Զուբեյդան ծառաներին հրամայեց, որ Գայանեի համար անուշեղեն բերեն և սկսեց նրան պատմել. Իմ մարդը շատ է սիրում ինձ, ինչ ուզեմ կանի ինձ համար։ Որ այդպես է, իմացիր նրանից, թե ինչպես կարողացավ մի գիշերվա մեջ այսպիսի պալատ կառուցել, նենգ ժպիտով ասաց Գայանեն, բայց նա քեզ այդ չի ասի։ Հենց այս գիշեր ես այդ գաղտնիքը կիմանամ, մի փոքր նեղացած ասաց Զուբեյդան։ Երեկոյան, երբ Ումարը որսից վերադարձավ, Զուբեյդան նրան փաղաքշելով հարցրեց. ասա ինձ, իմ սիրելի Ումար, ինչպես մի գիշերվա մեջ դու կառուցեցիր մեր այս չքնաղ պալատը։ Եվ Օմարը նրան պատմեց հրաշագործ քարի մասին։ Մյուս օրը, հենց որ Ումարը գնաց որսի, Զուբեյդան կանչեց Գայանեին և նրան հաղորդեց Ումարի պատմածը։ Քո տեղը լինեի, նախանձով ասաց Գայանեն, իմ մարդուց կվերցնեի այդ թանկագին քարը, հանկարծ նա կարող է կորցնել կամ որևէ մեկը կգողանա։ Ճիշտ ես ասում, համաձայնեց Զուբեյդան։ Երբ Ումարը վերադարձավ, Զուբեյդան սկսեց խնդրել, որ հրաշագործ քարը իրեն տա։ Դու ամեն օր որսի ես գնում և կարող ես կորցնել, կամ թե չար մարդիկ քո գաղտնիքը կիմանան և հրաշագործ քարը կխլեն։ Տուր ինձ, ես պահեմ, 7 գաղտնի փականքով սնդուկի մեջ կդնեմ։ Ումարը համոզվեց և հրաշագործ քարը տվեց կնոջը։ Առավոտյան նա նորից որսի գնաց, իսկ Զուբեյդան քարը հանեց, դրեց իր լեզվի տակ և ասաց. ուզում եմ, որ Գայանեն այստեղ գա։ Իսկույն դուռը բացվեց, և Գայանեն ներս մտնելով գլուխ տվեց։ Զուբեյդան ուրախությունից ծափ տվեց։ Տես, ահա հրաշագործ քարը, վրան նայես, ասես ձյութի փոքրիկ կտոր լինի։ Գայանեն Զուբեյդայի ձեռքից քարը վերցրեց և դրեց իր լեզվի տակ։ Այդ ի՞նչ ես անում,
Գոչեց Զուբեյդան։ Ուզում եմ, որ դու դառնաս պառավ դոդոշ, թշացրեց նախանձոտ Գայանեն։ Իսկ այս պալատը ինձ հետ միասին թրջի ծովի մյուս ափը։ Ասելուն պես չքնաղ Զուբեյդան դարձավ պառավ դոդոշ, իսկ պալատը լույս ընկավ ծովի մյուս ափին։ Երեկոյան Օմարը վերադարձավ որսից, իսկ պալատը չկա։ Նրա տեղը մի հոտած ճահիճ է։ Օմարը աչքերին չհավատալով մոտ գնաց։ Թրջկոտելով նրան մոտեցավ մի ահագին դոդոշ։ Օմարը ոտքով հրեց նրան և տխուր տրտում գնաց իր մոր մոտ։ Շեմքում ուրախ հաչոցով նրան դիմավորեց բրդոտ շնիկը, իսկ Փիսիկը ցատկեց նրա ուսին։ Օմարը դառն արցունք թափելով մորը պատմեց իր վիշտը։ Մի տխրիր, բարի Օմար, ասաց Փիսիկը, մենք քեզ կօգնենք։ Օմարը պառկեց քնելու, իսկ Փիսիկն ու շնիկը վազեցին ծովի ափը։ Կատուն ցատկեց, նստեց շնիկի մեջքին և շնիկը սկսեց արագ լողալ։ Վերջապես նրանք հասան դիմացի ափը, ջուրը թափ տվին իրենց վրայից և արագ վազեցին պալատ։ Բայց պալատը շրջապատված էր քարե բարձր պարիսպով և ամեն մի դռան մոտ ոտքից գլուխ զինված պահապան էր կանգնած։ Կատուն ու շունը փորձեցին դարպասից ներս մտնել, բայց պահապանը նկատեց նրանց ու խռիվ տվեց։ Շատ վշտացան Փիսիկն ու շնիկը և որոշեցին սպասել, մինչև մթնի։ Գիշերը նրանք նորից գաղտագողի մոտեցան դարպասին, բայց դուռը փակ էր, իսկ բարձր պարիսպի վրա ետ ու առաջ էր քայլում արթուն պահապանը։ Միթե մենք դատարկ ձեռքով պիտի վերադառնանք Օմարի մոտ, դարդերանում շնիկը։ Չէ, երբեք չի կարելի հուսահատվել, հանգստացնում էր նրան Փիսիկը։ Հանկարծ որտեղից որտեղ գետնի տակից դուրս պրծավ մի մեծ մուկ, իսկ նրա ետևից մի փոքրիկ մկնիկ։ Կատուն առանց երկար մտածելու վրա թռավ ու մկնիկին բռնեց։ Պառավ մուկը մկնիկին կատվի ճանկերում տեսնելով սկսեց աղաչել. Բաց թող իմ ձագուկին, տիրուհի կատու, ավելի լավ է ինձ կեր։ Ես քո ձագուկին բաց կթողնեմ, ասաց կատուն, միայն դու կատարիր իմ պատվերը։ Գնա պալատ, իմացիր Գայանեն որտեղ է պահել հրաշագործ քարը և բեր ինձ, բայց եթե խաբեցիր, իմացած եղիր, որ քեզ էլ կուտեմ, քո բոլոր ցեղակիցներին էլ։ Քո պատվերը կկատարեմ, տիրուհի կատու, ես գիտեմ, թե չար Գայանեն որտեղ է պահում կախարդական քարը, ասաց պառավ մուկը և գետնի տակն անցավ։ Իսկ Փիսիկն ու շնիկը նստեցին ու սպասեցին նրան։ Մուկը հասավ Գայանեի ննջարանը, բարձրացավ բարձի վրա ու պոչը քսեց Գայանեի քթին։ Գայանեն փռշտաց և քարը դուրս թռավ նրա բերանից։ Մուկը բերանն առավ հրաշագործ քարը, խցկվեց ճեղքի մեջ և պալատից դուրս գալով քարը տվեց կատվին։ Շունն ու կատուն, որքան ուժ կար ոտներում, վազեցին ծովափ և ետ լողացին դեպի իրենց ափը։ Բայց չար Գայանեն աղմուկ աղաղակ բարձրացրեց և նավ ուղարկեց նրանց հասնելու։ Կատուն ետ նայեց, տեսավ բոլոր առագաստները բացած նավը սլանում է իրենց ետևից։ Ինչ անենք, աղիողորմ ծմրտաց շունը։ Կատուն պատասխանի փոխարեն հրաշագործ քարը դրեց լեզվի տակ և ասաց. Ուզում եմ լինել ծովի մյուս ափին։ Եվ նույն րոպեին նրանք Օմարի հին խրճիթի մոտ դուրս եկան։
Ումարը շեմքում կանգնած նրանց էր սպասում։ Կատուն հուզմունքից շնչասպառ եղած հրաշագործ քարը տվեց Ումարին։ Ումարը քարը դրեց լեզվի տակ և ասաց. «Ետ դարձիր, պալատ, ետ դարձիր, իմ կին»։ Իսկույն ճահիճը չքացավ և նրա տեղը կանգնեց պալատը։ Պալատից արցունքն աչքերին դուրս եկավ Զուբեյդան և մարդուն պատմեց Գայանեի չարագործությունը։ «Դե թող նա ինքը դառնա պառավ դոդոշ», գոչեց Ումարը։ Նա կնոջը գրկեց ու տարավ պալատ, իսկ կատուն ու շնիկը վազեցին նրանց ետևից։ Ումարն ու Զուբեյդան սկսեցին ապրել ուրախ ու երջանիկ, չմոռանալով իրենց հավատարիմ բարեկամներին՝ Կատվին ու Շանը։